Մարմաշեն համայնքը միշտ հպարտացել է իր սպորտային անցյալով ու ներկայով, իր մարզական կենսագրության մեջ ունենալով 20-ից ավելի Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ չեմպիոններ, 100-ից ավելի մրցանակակիրներ, բայց երկար տարիներ է, ինչ տեղի դպրոցականները իրենց ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնում են կամ մարզադաշտում, կամ էլ ծայրահեղ դեպքում չեն անցկացնում։ Մեր մարզադաշտը շատ լավն է, եթե տեսել եք։ Եղանակը երբ թույլ է տալիս մարզադաշտում մնացած ժամանակները ստիպված ենք եղել բավարարվել սեղանի թենիս, շաշկի, դրսում նաև դահուկներ։ Սեպտեմբերի 1-ից Մարմաշենի աշակերտները իրենց պարապմունքները կանցկացնեն փակ մարզադահլիճում, որը կահավորվել է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով։ Մինչ սեպտեմբեր ամառվա ընթացքում տնօրենի խոսքերով մարզագույքի առկայությունը թույլ կտա կազմակերպել տարբեր սպորտային միջոցառումներ։ Կարևոր է այս մարզադահլիճի բացումը։ Բացահայտեցինք, որ Մարմաշենը փառավոր մարզական անցյալ ունի։ Առավել կարևորում եմ այս մարզադահլիճի վերակառուցումը մի գյուղում, որը արդեն իսկ սիրում է սպորտը և հաջողություններ է գրանցել։ Արդեն երրորդ ծրագիրն ենք մենք համատեղ իրագործում եւ ինչպես պարոն Դուտուան նշեց, երիտասարդների եւ դպրոցական երեխաների, ինչպես նաեւ ավելի փոքր երեխաների խնդիրները մեր համար առաջնահերթություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ գյուղի երիտասարդությունը զբաղվի սպորտով։ Օրանժ Արմենիայի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների թիմը հանդիպում ունեցավ Մարմաշենի ֆուտբոլային թիմի հետ, որը չնայած մրցակցային բնույթ չէր կրում, այնուամենայնիվ խաղը լարված էր։ Ֆուտբոլի մեծ մասնագետ չեմ, բայց լավ են խաղում։ Սա ընկերական խաղ է, որից իմ կարծիքով հաղթանակ չպետք է ակնկալել։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով Օրանժ թիմի հաղթանակով։ Մարմաշենի թիմը պատվով ընդունեց իր պարտությունը, հուսալով, որ այսուհետ բոլոր հաղթանակները իրենց թիմի կողմը կլինի։ Նելի Քալաշյան, Արտյոմ Ադամյան, Գալանյուս։